Բարի լույս սիրելի հեռուստադիտող, բարի առավոտը սկսում եք Իրակնորիա իր եթերը, մենք շարունակում ենք ձեր հանգստյան օրերը համեմել հետաքրքիր զրույցներով ու տեղեկություններով։ Այսօր դեկտեմբերի 28-ն է, որը նշվում է որպես կինոյի միջազգային օր։ Ուստի ես սիրով շնորհավորում եմ կինոյի ստեղծման հիմքում գտնվող բոլոր մասնագետներին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին եւ բոլոր մասնագետներին։ 1985 թվականի դեկտեմբերի 28-ը հենց այն օրն էր, երբ Փարիզում կայացավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը։ Խոսքն աշխարհում իհարկե հայտնի առաջին կարճամետրաժ ֆիլմի «Գնացքի ժամանումը Լասոտա կայարան» ֆիլմի մասին է, երբ կինոդիտողների մոտ խուճապ ստեղծվեց, երբ նրանք կարծեցին, թե գնացքն իրենց վրա ընթանում եւ խոճապահար դուրս վազեցին դահլիճից։ Առաջ անցնելով ներկայացնեմ նաեւ մեր այսօրվա առաջին թեման՝ հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կարևոր ծրագրերի մասին ենք խոսելու, ավելի կոնկրետ ապրեցրու երազանքդ եւ կողմնացույց մասնագիտական կողմնորոշման դասընթացների։ Իսկ մեր տաղավարում են կազմակերպության ծրագրերի ղեկավար Լարիսա Արսենյանը, ծրագրերի համակարգող Թամարա Ղազարյանը եւ հոգեբան Սիրանուշ Օհանյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար եւ այս կարևոր թեմայով մեզ հետ զրուցելու համար։ Կարծում եմ կարող ենք սկսել հենց առաջին ծրագրից ապրեցրու երազանքդ։ Նշենք, թե երբ է ստեղծվել ծրագիրը եւ ինչ նպատակ է հետապնդում։ 2018 թվականից սկսած հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները եւ իրենց ծնողները հնարավորություն են ունենում անվճար տարբերակով օգտվելու հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապևտի ծառայություններից, կավաթերապիայի անվճար դասերից, կոնկրետ վերջին ապրեցրու երազանքը ծրագրի շրջանակներում նաեւ մեր կինեզիստի անվճար աջակցությունից հնարավորություն ունեցան օգտվելու, բացի այդ, քանի որ մեր աշխատանքում մենք ձգտում ենք աշխատել բազմակողմանի ու շատ կարևոր է նաև ծնողների ներգրավվածությունը, որպեսզի արդյունքները լինեն դրական ու ավելի արագ, մենք ստեղծեցինք նաև մայրիկների ակումբը։ Մայրիկների ակումբի շրջանակներում զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների մայրիկները հնարավորություն են ունենում որոշակի ժամանակով կտրվելու իրենց առօրյա հոգսերից, վազվզոցից, միանալու իրենց պես մյուս մայրիկներին, կիսվելու իրենց անձնական փորձով, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ այլն։ Ծրագրի շրջանակներում մայրիկներն անվճար հիմունքներով սովորել են ինչպես կարելի է պատրաստել մոմեր, մոմի աշխատանքները ինչպես հետո կարելի է իրացնել, զարգացնել ինտերնետային էջը, միացնել գովազդը, ստեղծել լոգոտիպը եւ նմանատիպ այլ բաներ։ Ի ուրախություն մեզ մի քանի մայրիկներ արդեն բավականին հաջողել են այդ հարցում։ Այսինքն վերջից սկսենք, քանի որ տարբեր ինֆորմացիաներ կան, որոնց մասին կցանկանամ իհարկե ավելի մանրամասն խոսենք, մայրիկների ակումբում մայրիկներին հնարավորություն եք տալիս ոչ միայն սովորել նոր գիտելիքներ, կապված թեկուզ երեխաների հետ դաստիարակման ինչ որ կարևոր հարցեր, այլ նաև գտնել նոր մասնագիտություն, զբաղմունք, աշխատանք։ Այո, ի ուրախություն մեզ այդպես է ստացվել ու ներգրավում են մայրիկները ու բարձրանում է իրենց ինքնագնահատականը, իրենց ավելի կարևոր են զգում, պատկերացրեք այն մայրիկներն, ովքեր առաջին անգամ կյանքում բախվում են դժվարության, չեն պատկերացնում ինչպես կարելի է երեխային օգնել, որտեղից պետք է սկսել, ծանոթանում են մյուս մայրիկների հետ, ովքեր ունեն բավականին փորձ, բավականին ճանապարհ են անցել, թեկուզ հենց խնդիրը լուծելու հարցում կիսվում են իրենց փորձով, հասկանում են, որ մենակ չեն, դրան հավելվում է նաև այն հանգամանքը, որ նոր մասնագիտություն են ձեռք բերում ու արդեն ինքնուրույն կարողանում են գումար վաստակել, ինչը նախկինում իրենց համար թվում էր անհնարին, որովհետև իրենք 24/7 ռեժիմով զբաղվում էին երեխայի խնամքով ու երազել անգամ չէին կարող ինքնուրույն գումար վաստակելու մասին օրինակ։ Նշեցիք, որ կան տարբեր մասնագետներ, որոնք աշխատում են երեխաների հետ, գուցե նաև մայրիկների հետ։ Եկեք, քանի որ դուք ինքներդ մասնագիտությամբ հոգեբան եք, ավելի կոնկրետ խոսենք հոգեբանության հետ կապված, ինչ մեթոդներ եք ընտրել, որպեսզի աշխատեք երեխաների, երիտասարդների հետ։ Երեխաների հետ հիմնականում աշխատում ենք արտ-թերապիայի տարբեր ուղղություններով, կախված երեխայի անձնային ու տարիքային առանձնահատկությունից։ Հիմնականում աշխատանքում օգտագործում ենք նկարչաթերապիայի, հեքիաթաթերապիայի, ավազաթերապիայի մի քանի տարբեր ուղղությունների, արտ-թերապիայի տարբեր ուղղությունների տեխնիկաներ, որոնք արդյունավետորեն օգնում են, որպեսզի երեխաների նյարդային համակարգը հանգստանա, վարքը շտկենք ու նմանատիպ այլ խնդիրներ հաղթահարենք։ Կոնկրետ ծնողների հետ աշխատանքում կամ ընտանիքի
մյուս անդամների հետ աշխատանքում օգտագործվում է զրույցի տեխնիկան, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի տեխնիկաներ եւ այլն։ Դեռահասների խմբի հետ եւս շատ արդյունավետորեն կիրառում ենք զրույցի մեթոդը, որտեղ իրենք իրենց տարիքից ելնելով ավելի շատ ավագ ընկերոջ կարիք ունեն իրենց հասկացող մարդու։ Մենք դեռ իհարկե կվերադառնանք այս ծրագրին ավելի մանրամասն խոսելու։ Ես առաջարկում եմ նաև այժմ ծրագրերի ղեկավարի հետ խոսենք, Լարիսա, քանի որ խոսում ենք ապրեցրու երազանքդ եւ կողմնացույց երկու ծրագրերի մասին, դուք փաստորեն ընտրել եք համապարփակ մի այսպիսի գաղափար եւ այդ գաղափարն եք առաջ տանում, որպեսզի տարբեր կողմերով օգնեք երիտասարդներին, երեխաներին իրենց կյանքի առաջ ծառացած ամենատարբեր խնդիրները լուծելու։ Կողմնացույցը փաստորեն նաև եկել է օգնելու մասնագիտության ընտրության հարցում։ Եկեք խոսենք այդ ծրագրերի ստեղծման ընդհանուր պատմության մասին եւ այն գաղափարի մասին, որը իր առաջ դրել է կազմակերպությունը։ Երկու ծրագրերն էլ թեև իրենց առանձնահատկություններին երկուսն էլ ունեն մեկ հստակ գաղափար, բացահայտել ամեն խմբի մեջ իրենց ներսի լույսը, իրենց առանձնահատկությունները եւ եթե արտ-թերապիայի ծրագրի դեպքում մենք դա անում ենք հոգեբանական աջակցության կամ մասնագիտական միջամտության ժամանակ, անում ենք արվեստի միջոցով, երիտասարդների դեպքում դա իրականացնում ենք կրթության եւ ինքնահաստատման միջոցով։ Փորձում ենք երիտասարդներին տալ հարթակ, որտեղ իրենք կլինեն լսելի, կարող են ներկայացնել իրենց գաղափարները, իրենց ապագա պլանները եւ կան մարդիկ, ովքեր լսում են իրենց եւ իրենք կարողանում են արտահայտվել եւ ստանալ աջակցություն իրենց գաղափարներն իրականացնելու համար։ Եվ այս ամենը մեր կազմակերպության Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության առաքելության հիմնասյուներից է։ Մենք արդեն 38 տարի հաստատապես գործող կառույց ենք եւ միշտ հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին, մեր առաքելությանը, իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել երիտասարդական ծրագրեր, սոցիալական, մշակութային, կրթական ծրագրեր ի նպաստ Արմավիրի մարզի զարգացման։ Մենք նաև խոսենք այն մասին, թե ինչու հենց Արմավիրի մարզը, ես ուզում եմ նաև խոսել Թամարա Ղազարյանի հետ, դուք ծրագրերի համակարգողն եք եւ վստահաբար նաև կողմնացույց հենց ծրագրի մասին կարող եք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես եք աշխատում երիտասարդների հետ, որպեսզի իրենք երբեմն իրենց խառը մտքերի, տարբեր երազանքների ու նպատակների մեջ կարողանան իսկապես հասկանալ, թե ինչ են իրենք ուզում դառնալ։ Առհասարակ երիտասարդների հետ հատկապես այդ տարիքային փուլում, քանի որ տարբեր տարիքային երեխաների հետ ենք աշխատում եւ տարիքային բարդույթը առհասարակ լինում է, կոմպլեքսավորված են երեխաների հիմնական մասը կամ ունեն տարբեր տարիքային առանձնահատկություններ, հիմնականում աշխատել ենք իրենց հետ այնպիսի մոտեցում ցուցաբերել, որպեսզի իրենց համար ավելի հանգիստ լինի, թե դասընթացների ընթացքում թե առհասարակ անգամ երիտասարդները շատ մեծ խումբ ունենք կամավորների, որոնք ծրագրի շրջանակներում սկսեցին արդեն կամավորական աշխատանքներ կատարել հենց կազմակերպության ներսում ու մինչև օրս ծրագիրը արդեն ոնց որ ավարտվել է, բայց դեռ շարունակում են կամավորները գալ, ոգևորվածությունը շատ մեծ է եղել երիտասարդների շրջանում, ունենք շատ հաջողված պատմություններ, հաջողված պատմություններից երիտասարդներից շատերը բիզնես դասընթացի շրջանակներում արդեն կերտել են անգամ իրենց բիզնեսները, վաճառքներ են իրականացնում օնլայն հարթակներում, մարքեթինգի դասընթացի շրջանակներում արդեն կարողանում են իրենց էջերը վարել, գովազդներ միացնել։ Շատ լավ, Լարիսա, ինձ հետաքրքիր է դուք ինչպես կարողացաք այս երկու ծրագրերն իրականացնել եւ ինչ դժվարություններ են նաեւ ընդհանուր առմամբ առաջ եկել, երբ պետք է իրականացնեիք այս ծրագրերը։ Ծրագրերի գաղափարները ծնվում են իհարկե հասկանալով կարիքը, անհրաժեշտությունը եւ մեր մեծ թիմով մենք իրականացնում ենք մտագրողներ եւ հասկանում ինչ որ ծրագրի կարիքն է ավելի շատ տվյալ պահին նկատվում եւ իհարկե այս ամենի իրականություն չի դառնա, եթե չլինեն մեր գործընկեր կազմակերպությունները, հատկապես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամին, ում շնորհիվ մենք իրականացնում ենք այս ծրագրերը արդեն 15 տարի եւ ավելի, այսպեսի հավատարիմ գործընկերային հարաբերությունները խոսում են հաջողված ծրագրերի մասին, որ մենք կարողանում ենք հաջողել ծրագրերը։ Իսկ ինչու ընտրեցիք հենց Արմավիրի մարզը եւ արդյոք կա նպատակ նաեւ այլ մարզերում գուցե այս ծրագրերը ընդլայնելու։
քանի որ բոլոր ծրագրերը իրականացվում են քաղաք Էջմիածնում, Մաչանենց տանը, Արմավիրի մարզում։ Հիմնական պատճառներից մեկը Արմավիրի մարզը հենց մեր մարզը լինելն է, բացի դա մեզ համար միշտ ցավով ենք նշում, որ մարզերում, գյուղաբնակ համայնքներում բնակվող երիտասարդները երբեմն կտրված են լինում քաղաքային ակտիվ կյանքից եւ բոլոր ծրագրերը, բոլոր դասընթացները մեծամասամբ կենտրոնացած են հենց մայրաքաղաքում։ Իսկ համայնքում բնակվող երիտասարդների կամ պատանիների համար դժվարություն է իրականում գալ, հասնել քաղաք, մասնակցել տարբեր ծրագրերի, թե ֆինանսական առումով, թե տրանսպորտի առումով, օրինակ, այդ պատճառով մեր բոլոր ծրագրերը կենտրոնացած են քաղաք Էջմիածնում, որն ավելի մոտ է իրենց, ավելի հարմար եւ զարգացնում ենք մարզային կյանքը, փորձում ենք ակտիվացնել մարզի երիտասարդներին։ Շատ լավ, եւ կոնկրետանալով կրկին կողմնացույց ծրագրի շրջանակում հետաքրքիր է, քանի որ 14-ից 22 տարեկան երիտասարդների հետ եք աշխատում, բնականաբար իրենցից յուրաքանչյուրը տարբեր տարիքներում ունի տարբեր ցանկություններ եւ նաեւ 14 տարեկան երեխան դեռահասը եւ 22 տարեկանը բնականաբար տարբեր կերպ են մտածում։ Այս առումով ինչպես եք դուք կարողանում այդ տարբեր տարիքային երեխաների հետ աշխատել եւ ինչ տարբեր մեթոդներ եք կիրառում։ Օրինակ կամավորական աշխատանքներին, երբ որ երեխաները գալիս էին, երիտասարդները գալիս էին, հիմնականում փոքր տարիքային 14, 13 տարեկան անգամ ունեինք խմբումներ գրաված, առհասարակ երիտասարդներին հենց կամավորական աշխատանքներն էր հաճելի իրականացնելը, իսկ ավելի տարիքով մեծ 21-20 տարեկան, որոնք արդեն բուհերում սովորում էին, իրենց ավելի շատ դասընթացի process-ը առհասարակ գիտելիքներն էր հետաքրքիր եւ ավելի շատ զարգանում էին այդ ուղղությամբ եւ հիմնականում արդեն հասկանում էինք թե ում հետ ինչպես կարելի է շփումը իրականացնել։ Իսկ ինչ հիմնական խնդիրներ կան, որ դուք նկատում եք, որոնք որ խանգարում են երիտասարդներին ընտրել ճիշտ մասնագիտություն։ Գուցե օրինակ ծնողների կողմից շատ է ճնշումը որևէ կոնկրետ մասնագիտություն ընտրելու կամ իսկապես այնպես է որ տարբեր հետաքրքրություններ ունեն եւ չեն կարողանում հստակ մեկը ընտրել։ Այո, հիմա ընտանիքներում այդ խնդիրը կա, որ ծնողների ճնշումը եւ այլն, եւ իհարկե մեր օրերում շատ ակտուալ շատ մասնագիտությունները, որոնք երիտասարդները չեն կարողանում կողմնորոշվել, որ ուղղվածությամբ շարունակեն իրենց ուղին, եւ սա շատ լավ հնարավորություն էր իրենց համար, շատ երիտասարդներ ունեինք, որ հենց ընտրել են այն մասնագիտությունները, օրինակ, որոնք որ մենք ծրագրի շրջանակներում դասընթացները եղել են անիմացիա, թվային մարքեթինգ, բիզնես։ Շատ երիտասարդներ ընտրել են հենց անիմացիայի ուղղությունը, որը ինչպես գիտենք շատ բարդ է, բայց կարողացել են եւ շարունակել են այդ ուղղվածությամբ։ Իհարկե շատերը նաեւ մարքեթինգ, բիզնեսի ուղղվածությամբ։ Իսկ կան արդյոք երիտասարդներ, որոնք որ արդեն որևէ մասնագիտություն ընտրել են եւ ձեզ մոտ հաճախելով որոշում են, որ դա իրենցը չէ եւ պետք է ընտրել նորը։ Այո, շատ երիտասարդներ օրինակ ծրագրավորող են ցանկացել դառնալ, հենց այդ ուղղվածությամբ ցանկացել են գնալ, բայց հիմա քանի որ արդեն սովորում են համալսարանում, հենց օրինակ ծրագրավորման ուղղվածությամբ փոխել են, դեռ շարունակում են համալսարան գնալ, բայց իրանց հստակ մասնագիտությունը ընտրել են որպես անիմացիա։ Եվ վերադառնալով կրկին ապրեցրու երազանքը ծրագրին, եկեք նաև հասկանանք այստեղ ինչ հաջողություններ եք արդեն իսկ գրանցել, ծնողների արձագանքը, երեխաներ արդյոք կարողանում են հեշտ ադապտանալ այդ նոր ծրագրին։ Կոնկրետ ծնողների հետ կապված ի ուրախություն մեզ արդեն ներգրավում են ընտանիքի նաև մյուս անդամները, ոչ միայն մայրիկը, գալիս են հայրիկները, տատիկները, պապիկները, իրականում երբ որ սկզբում դեռ նոր էինք սկսում, որոշակի մտավախություն ունեինք, հատկապես ավագ սերնդի հետ կապված, որովհետև շատ դեպքերում իրենք մտածում են, որ երեխայի մոտ խնդիր չկա, օրինակ նույն լոգոպեդների հետ կապված աշխատանքում ասում են, դե կխոսի, հայրիկը ուշ է խոսել, մայրիկը ուշ է խոսել, ու մասնագիտական աշխատանքը այդքան չէին կարևորում։ Հիմա ի ուրախություն մեզ ժամանակի հետ իրենք ավելի լավ են պատկերացնում, որ մասնագետը կոչված է աջակցելու երեխայի խնդիրն ավելի շուտ բացահայտելու համար, օգնելու համար ու այլևս չեն կաշկանդվում այնպես, ինչպես նախկինում։
Եկեք նաև հորդորենք գուցե ծնողներին, քանի որ նշեցիք ուշ խոսելու հետ կապված, շատ ծնողներ են իսկապես բախվում դրան, գուցե տարբեր հանգամանքներից ելնելով, երբեմն օրինակ ընտանիքում տարբեր լեզուներ կրող մարդիկ են լինում եւ երեխաները խառնելով հայերեն, ռուսերեն, անգլերեն այդ լեզուները կամ տարբեր լեզուներով մուլտեր են դիտում եւ դա իսկապես խանգարում է նրանց ճիշտ խոսել եւ շուտ սկսել խոսել։ Երբ պետք է հասկանալ, որ կա խնդիր եւ գուցե պարզապես լոգոպեդի մի փոքրիկ միջամտությամբ ամեն ինչ տեղն ընկնի։ Առաջին հերթին Աննա ջան, երբ որ երեխան սկսում է ադեր իր խոսքը լիարժեք չձևավորված խոսել օտար լեզուներով, դիտելով էկրանները, ծնողների համար պետք է մտահոգիչ լինի, իհարկե մեր լոգոպեդներն ավելի լավ կներկայացնեին, բայց եթե օրինակ երեխան դժվարանում է շփման մեջ մտնել, եթե ծնողը տեսնում է, որ որևէ բան ուզելուց մատնացույց անելու մատնացույց չի անում երեխան կամ չի կարողանում բացատրել, երբ անվանը ընդհանրապես չի արձագանքում։ Դա քանի տարեկանից սկսած։ Յուրաքանչյուր երեխայի մոտ իհարկե առանձնահատուկ է, երեխաներ կան, որ ավելի արագ են զարգանում, բայց պատկերացրեք, որ մայրիկի ձայնին արձագանքելը 6 ամսականից բալիկը արդեն կարողանում է։ Յուրաքանչյուր ամսվա հետ զուգահեռ որևէ նոր հմտություն է ձևավորվում երեխայի մոտ ու հատկապես փորձառու մայրիկներն արդեն համեմատելով նաև մյուս երեխաների հետ հասկանում են, որ որոշակի խնդիր կա։ Ի ուրախություն մեզ մենք այս տարվա ընթացքում մայրիկների ակումբի շրջանակներում Արթուր Ջանազյանի օգնությամբ անցկացրեցինք 4 հանդիպում սեմինարներ անվճար հիմունքներով մայրիկների եւ նորաթուխ մայրիկների համար ու փորձեցինք իրենց իրազեկել, երբ պետք է անհանգստանալ, երբ պետք է դիմել մասնագետի աջակցության, ծնողների համար դա շատ մեծ ինֆորմացիայի աղբյուր էր, որտեղ նախկինում պատկերացում չունեին այդ ամենի մասին։ Իսկ սովորաբար, եթե իհարկե կարող ենք, բնականաբար կախված երեխայի առանձնահատկություններից դա կարող է տարբեր լինել, բայց միջինում որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի լոգոպեդի հետ աշխատանքը պարզապես թեկուզ խոսքի հմտությունները զարգացնելու առումով իրենց արդյունքը տան։ Սա եւս մի փոքր, այսպես ասած, բարդ է ասելը, բացի երեխայից, Աննա ջան, նաեւ ծնողներից, նաեւ այն աշխատանքից, որը տարվում է տանը, որովհետեւ մենք միշտ մեր ծնողներին ասում ենք, մենք եռյակ դաշինք ենք։ Մի կողմում մենք ենք, մյուս կողմում երեխան, երրորդ կողմում արդեն ծնողներն են։ Ու եթե տրվում են հանձնարարություններ, որոնք պետք է իրագործվեն տանը, ծնողը եւս ներգրավվի, եթե ծնողը իր կողմից հասանելի ամեն ինչ անում է, արդյունքներն ավելի շուտ են լինում։ Ոչ միայն մայրիկը, հայրիկը, այլև ընտանիքի մյուս անդամները։ Ի ուրախություն մեզ բավականին հաջողություն ունենք ու անկեղծ ասած, թող անհամեստ չհնչի, իսկապես կան ընտանիքներ, որոնց ճակատագրերը լիովին փոխվում են, երբ որ այցելում են մեզ մոտ։ Ես կցանկանամ, որ այդ հաջողությունների եւ ոչ միայն ապրեցրու երազանքը, նաեւ կողմնացույց ծրագրի մասին եւ այդ երկու ծրագրերի հաջողությունների մասին Լարիսան որպես ծրագրերի ղեկավար նշի եւ պատմի մեզ։ Շատ բարդ է այս հարցին անդրադառնալը, քանի որ ավելի հուզական դաշտում է խոսել հաջողված պատմություններից, քանի որ մենք իրականում առնչվում ենք մարդկային ճակատագրերի հետ եւ աշխատանքի բերումով մենք փաստորեն թողնում ենք դրական հետք իրենց կյանքում, մեծ է եւ պատասխանատվության զգացումը եւ երջանկությունն ու հպարտությունը, երբ տեսնում ենք ինչ արդյունքներ են գրանցում եւ ամեն տարի ծրագրերի ամփոփման ժամանակ է դա կարծես թե առավելագույնս երևում, քանի որ տարվա ընթացքում մենք պարզապես իրականացնում ենք ծրագիրը այդ ակտիվության մեջ եւ մի պահ արդեն վերջում ամփոփելիս ուղղակի հասկանում ենք, որ այս ամբողջը արվել է մեկ տարվա ընթացքում, օրինակ այսինչ բանը, որ եղավ դա այս տարի էր, ու այդտեղ ենք հասկանում մեր կատարած աշխատանքի մեծությունը, լրջությունը եւ ծնողների այդ փայլուն աչքերը կամ երեխաների, երբ իրենց հասարակության որոշ հատված երբեմն համարում է սահմանափակ կարողություններով, տեսնում ենք իրենց օրինակ ձեռքի աշխատանքները, թե ինչ արդյունքներ են իրենք տվել, այդտեղ պատկերը լիովին փոխվում է, իրենք ոչ թե արդեն հաշմանդամությունը լռում է եւ խոսում ենք փաստերով, որ իրենք կարող են հասարակության մեջ ստեղծել իրենցը, կարող են փոխել իրենց շրջապատը եւ միայն այդպես կդառնանք իսկապես ներառական հասարակություն, փոխելով շատ մարդկանց ու ընտանիքների ճակատագրեր։ Քանի որ խոսում ենք այս մասին, հետաքրքիր է բացի ընդհանուր այդ զարգացման ծրագրերը, գուցե նաև կան ժամանցն ապահովելու ծրագրեր թե մայրիկների համար, գուցե նաև երեխաների
Այո, իհարկե, ծրագրի շրջանակներում երեխաների համար կազմակերպվում են բաց դասեր, սոցիալականացմանը նպաստող դասեր, ներկայացումներ են իրենց համար հատուկ կազմակերպվում եւ երեխաների եւ ծնողների համար։ Սոցդասերի բաց դասերի ընթացքում երեխաները հնարավորություն են ունենում ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել շփման հմտությունը եւ այլն, իսկ հատուկ ուզում եմ շեշտել հենց ծնողների հանգամանքը, որովհետեւ առօրյա վազվզոցի հոգսերի մեջ երբեմն ֆինանսական դժվարության պատճառով իրենք չեն կարողանում կտրվել իրենց հոգսերից, բայց ի ուրախություն մեզ այս տարվա ընթացքում մենք մի քանի անվճար ներկայացումներ ունեցանք ու մայրիկներին տվեցինք հնարավորություն, որպեսզի իրենց նախընտրած ընտանիքի անդամին հրավիրեն ու միասին դիտեն այդ ներկայացումը, ինչից իրենք շատ ոգևորվել էին, պատկերացրեք հատուկ պատրաստվել էին ծեսի պես, նախապես եկել էին ու շատ բարձր տրամադրությամբ գնացին։ Շատ լավ, եւ ամփոփելով հետաքրքիր է 2026 թվականի համար արդյոք ունեք պատրաստած, նախապատրաստած ծրագրեր, որոնք դեռ պետք է իրականացնեք։ Ի ուրախություն բոլորիս, մենք շարունակաբար իրականացնելու ենք այս երկու ծրագրերը։ Իհարկե կլինեն որոշակի ֆորմատային փոփոխություններ, բայց հիմնականում մեր թիրախը դեռ շարունակում են մնալ հաշմանդամություն ունեցող բալիկները եւ երիտասարդները։ Իրենց հետ 2026-ին եւս կշարունակեն աշխատել մասնագետները, երիտասարդների մասով ավելի շատ արդեն այսպեսի ձևակերպում ունենք, որ իրենք պետք է հասարակության մեջ դառնան այն բարեկիրթ դեսպանները, որ տարածեն այդ բարեկրթությունը, ավելի շատ իրենց մեջ մտածում ենք առաջնորդության հմտություններ զարգացնել եւ վերջո երիտասարդների միջոցով մեր ապագան կփոխվի, կձևավորվի այն, ինչ մենք պատկերացնում ենք, հետեւաբար 26-ին ունենալու ենք կրկինարդ թերապիայի եւ երիտասարդական ծրագրեր։ Շնորհակալ եմ շատ, իսկապես կարևոր, օգտակար, հետաքրքիր զրույցի համար, ձեր բոլոր ծրագրերին ենք ցանկանում հաջողություն եւ նոր ծրագրեր, որոնք կնպաստեն մեր հասարակության զարգացմանը։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո կվերադառնանք արդեն նոր հյուրերի հետ։